Ողջույն, հուլիսի 8 Ողջույն Աննա ջան, դու էլ ես ստեղ, ինչ գործում ես 12-ն է, 12-ից մեկը ավելի վատ ըստ մեր խաշատի էլի ուշ էլա տեսեք ինչ Զավտրիկը ոնց է նախաճաշ այ մարդ հա Հենց բաներ են դրել արդեն հիշողությունը սկսեց վատանալ Այս սաղ պետք է ուտենք, պատկերացնում եք ժողովուրդ Դե սաղ իհարկե չենք ուտի, պարզ չի որ Մի հատ Լուսինեին խնդրենք բան անի Մեկնաբանի Լուսինե ջան Խնդրեմ, սա տնական յոգուրտ է, մենք ենք պատրաստում Եկեք սենց պայմանավորվենք Յոգուրտը, Ախ, յոգուրտն էլ եք դուք Ես էլ ուզում եմ ասել եկեք տնական խոսքը էլ չասենք, որտև ամեն ինչը տնական է Բայց յոգուրտը անսպասելի է Հելավ, ներպերշիկը տնական ու ձուն Ազի մի բան կտա Ձուն տնական է Տնական է, այստեղ թթվասերը տնական չի, պարզապես Որն է թթվասերը տնական ռեժան չկար Ես է թթվասերը Ես չենք ուտի, ոչինչ Ռեժանից մի քիչ լցրու բեր Ահա Լևի բաներ եմ, այստեղ էլ ատենում եք Հանոր եմ վերեմ Սարած չի կամածա Ասեցի վաղը դա կտամ, բայց ես կբերեմ Չէ, վաղը կուտենք, լավ էլի, այսքան բան մենք հազիվ կուտենք Որը հազիվ ես սրած կեսն ենք ուտելու Լավ ասմուս, այսքան հազիվ ուտենք Ճիշտ է Դե լավ Անցնենք Ձեզ շատ շնորհակալություն Ես ուզում նստեք Չէ, ընդեղ կնստեմ Հա, փոխելու ես Բարի ախոշակ Այո Շնորհակալություն Նա չստան զորը էլի մեր պարծանքը Ափսոս ես դոմիկները մեջտեղ են ընկել Լավ, պատուհանից ենքան եմ նկարել Առավոտից անընդհատ նայում ու նայում ենք չենք կարում կշտանանք Չքնախ տեղա Երեխեք, ես ով այս մարդն, սանոտ դեմք է, ոչ Չէ, արդանն ասեմ, լույս Դավիթն է Չէ, լավ, ես որ Դավիթն է Հաստատ? Համենայնպես Միքելանջելոյի Դավիթը չի հաստատ Միքելանջելոյինը չի, դեմքը ուրիշ է մի քիչ Վլասնի դեմքը Որ ամեն ինչ լավ ալնում, մարդը սկսում է արդեն Չէ Ողջույն Նայում եք Ես Փարիզյան չի է սուրճը Ես նստած նայում ես համ սուրճ ես խմում, համ արծվին ես հետևում Այսինչ թռնում է Մեկը այս տեղով անցավ էդ ինչ գեղեցիկ էր թռնում Вообще ասենց թևերը չէին շարժում, ոնց է պլաներ լներ Անայդ գալիս է մեր մոտ Գալիս է, Թխվածքը պատրաստի գալիս է Թխվածքը Ոնց թխվածքը Տանկուտի Գնաց Էլ չեմ կարա թեքվեմ Շարլը որ գնաց, հիշում ես էդ Դու էլ էդ նույն ձևի ասիր գնաց Այո 16 աստիճան է Այստեղ լիճ է Սա նկատում եք հրաբխային խառնարանն է Կրատեր Այո Սա ասեցին Ստեփանավանի կողմից եթե ուզում եք, բայց հեռու է ու շատ վատ ճանապարհ այս վերևներ եք ուզում, այ վերևից պարզ է ինչ հոյակապ տեսարանն է Երեք անձրև եկավ, այսօր էլ ոնց որ թե պետք է լինի, անձրևը տեղ է, դրա համար էլ սենց գեղեցիկ է էլի, ամեն ինչը, ես սուրճս, ես էլ մեր բանալին երկրորդ համարում ենք, որ մեկնա, այս առաջինն է, կոտեջը, այս է մերը, մեր մոտ ենք անստաց, պաստորեն,
Սրանց գույնը շատ լավն է։ Հա, Չէ՞, այս լավ ամենագեղեցիկ կարմիրն է, հա։ Հա։ Այս գյուղը ոնց էր կոչվում, ասես։ Ձորագյուղ։ Ձորագյուղ։ Մինչև դիլիջան ֆուտկորտից հետո, մինչև տունել մտնելն էլ կա, չէ, Ձորագյուղ։ Հա, այստեղ քանի որ ձորերը շատ են։ Հա, այստեղ ճանապարհը, հա։ Հələ հարցնեմ, կլինի այդտեղ գնալ։ Ճանապարհը ինքը ոնց որ վատը չի որակը։ Ես էլ լիճնա։ Երա մեքենա է գնում։ Այս սարը Կուրթան ասեցին, ոնց ասեցին անունը։ Հետ մի հատ սովորությամբ գնանք։ Այնտեղ տենանք ինչ կա, չկա։ Բարձր խոտը։ Այս թվաց տեղից լավ ձորը կերևա, բայց չառանձնապես։ Անայդ այնտեղ կաչելի վրա նստածը։ Այդ լիճն է շատ հրապուրիչ, բայց դե գնանք մի հատ Գագիկի հետ խոսանք, տենանք ինչ խորհուրդ կտա։ Այդ ռանչոն ես ուզում գնանք։ Թումանյանի թանգարանը շատ հետաքրքիր է իհարկե, բայց մանրամասն եղել նայել ենք, անայդ գնանք երկրորդ անգամ։ Ինչ անենք։ Այն ծովերն էլ չարժի, չէ։ Չէ, ծովերը դե շատ դժվար էր քշելը։ Ասում եմ ճանապարհի կեսը ասֆալտապատել է, բայց մնացած կեսը։ Մնացածը էլի վատ է։ Հա, այս սենց է կոչվում մեր հյուրանոցը։ Սա դաներեն դացկի։ Հա, Հյուգա է կարդացվում հա, անայդ։ յուգը։ Նշանակում է դրախտ։ Այդ անունն է որոշը։ Անայդ ես սեպը ճրճռում։ Ահա, նստեցինք մաշինեն, Օրվա վերջում։ Անից լավ ուտ է, ես քնեցի ու քնեցի։ ես էլ նեղ, Արմենի զանգը ինձ արտնացրեց։ իզուր է զանգ տվեցի, Ինչի՞։ լավ ինձ համար կոֆե էի խմում, գագոյի հետ, Ես էլ լավ քնացի։ զրից էինք անում, Էս չէ։ Աքրես։
Ճանապարհը իդեպ ճիշտ ենք եկել, այդ աղջիկը էս բանի մեջի սխալ էր խորհուրդ տալի, շուտ էր ինքը խորհուրդ տալի։ Նավիգատորը, հա։ Ասեց անգրից շատ աղմաղ ճանապարհ է, ստեղը ասեց ես շատ քիչ սարքել եմ շեբեն բանալացրը։ Իսկ ընդ ասում է դաշտի մեջով ես գնում, պատկերացնում ես։ Անդեր չկա ճանապարհ, ես նայեցի, ասենց բան չկա։ Բա ուր էր ուղարկում են աղջիկը։ Ես շուտ գիտեմ։ Իսկ սա լավ կլներ ասֆալտապատվեր ես ճանապարհը։ Շատ լավ կլներ։ Գյուղի ճանապարհ արդեն կկորցներ տեսքը գյուղի ճանապարհի, բայց Ստեղել են, այ նման դոմիկներ են էլի։ Ես հա, բայց սրանց ոչ տեսարան ունեն, ոչ բան ես։ Վայ, ճիշտ է, այմ Անկապ տեղը։ Մենակ այս դաշտն է դեմները։ Չէ, գագույտ տեսարանը ինչ ասես արժի։ Հա։ Սրանց էր կոչում ուրացը։ Հա, ձմեռվան լուսանկարներ ինչ գեղեցիկ էր, չէ։ Դե սարերը ավելի նենց բան են էլի, տարածական են դառնում, չէ։ Լավ ես, լավ չի նկարում, սենց ճոճվելով անջատեմ։ Չէ, ռանչոն դուլը շուտ է։ Ես հետ ենք գնում անցուր էլի։ Ես ինչ-որ սմարտ եսի մինչ էլ ես մեծ կոմպլեքս էր, հիշում ես, սավրիմեննի։ Հալկան դաժ ասեց ուզում ես սկզբի ձեզը տեղ վերցնեի։ Դսեղը միղթ, բրծով։ Սկսվեց, թե բրծով։ Չէ, բրծով, ջնջոց էր։ Ժողովուրդ ջան, Բեչկի ուղղությամբ որ գնայինք, Թումանյանի տուն թանգարանն է, բայց որոշեցինք չգնանք, որտեվ մենք անցյալ անգամ կարակ գտնենք մեր ալիքում, Վանաձոր էինք եկել, ու այդ ժամանակ կարող իշես որ թիվներ ան այդ։ Լավ, մի խոսքով Ոչ ես վերջի Վանաձորներ, չէ, դրանից առաջ ենք եկել։ Վերջինը եկ ենք եկել։ Քո ծնունդին անցյալ տարի։ Հա, չէ, նա բան էր, գիշերով էինք եկել, քնել էինք։ Սա էր գիշերով։ Հա, բայց ճիշտ է, այս վերջի անգամ, հա, ճիշտ։ Բայց այն անգամ Վանաձորում որտեղ ենք մնացել, ոչինչ չեմ հիշում։ Մարինայի մոտ։ Նա մի քանի օր ենք մնացել, մի օր չէր։ Մի գիշեր էր Երկու չէ, 3 օր էր։ Մի խոսքով այդ Վանաձոր Ճիշտ է, Մարինայի։ Երևանից դուրս պլեյլիստ ունենք, այնտեղ որ մանգակ գտնենք։ Այդ բանը Արևմտյան Հայաստան, Լենինգրադ երկու անգամ էլ կա այնտեղ։ Սանտ Պետերբուրգ։ Այս կուժը բանը դուրս գալիս։ Վայ հեսա այդ բա, հա, խոսքով ընկանք։ Որտե կանգնենք, հաշտերի փարքինգ ունեն, բայց դարպասով։ Դարպասով։ Ոյ, ծուխա խորոված է։ Խորովածով, դարպասով, այս հարսանիքը աշկիս։ Շատ են, հա։ Չէ, հարսանիքը անկապ է, հարսանիք չենք նկարել։ Չէ, բայց ուրա հարսանիք, սովորական շարերով են մարդիկ։ Հա։ Այ։ Բա ուր ես հետ գնում։ Չեմ անում, ես պլոտնի փակվել եմ։ Ոչինչ, ասենց շրջի էստեղ կանգնի։ Այս ցուլի կողքը։ Ահա, սենց մի հատ ցենտր ցուլա, շատ լավ ասարկացել, աշկն է ոնց կենթանի լինի, չէ։ Ինչի՞ց հատ են աս։ Պլասմաս կլինի։ Վայ։ Չէ, աչքը բանից է։ Ինչ որ էպոքսիդի նման մի բան է։ Հա, էլի, դա արհեստական բարձիլ ասարկած։ Մի խոսքով։ Հա, մեր ներխուժելը չստացվեց։ Մի հատ երիտասարդ եկավ, ասաց կորպորատիվա, մեզ կներեք, ընդունելություն չկա։ Ասի նկարելա, դե ասմա կորպորատիվщикներին կխանգարեք։ Կաշկանդվեն։ Ճկունություն չգիտեմ, բայց ունդե լավ խորովածի ծուխ ան այդ։ Մենք ոչ կասենք ուրիշների ծուխերին։ Դե լավ, գնացինք։ Են էլ դե մեզ քաչ ծանոթ զորը,
Չէ, բայց մեր տեսարանը ամենալավն է։ Հա, ճիշտ է։ Այստեղ այս սարն է, էլի անտառով։ Հա, Հակառակողմը ընդունում։ Ման չկա կարի։ anedot že zurkina sense corporativa et ամուսնուն ասում է բա մի հատ էլ ասա էլի քո սիրուհին որն է սրանցից էլ ճիշտ է ասա ամուսին ասում է այն մեկը այ ասում է մերը սաղից սիրունն է հիմա էլ մեր անունը հիշեցի անայդ մեր բնակավայրի Հյուգը հա Ranchoից գնացինք Հա, անդե ինչ-որ կենթանիներ պահում են ոնց որ Արի հլը մի քիչ դեպի Ալավերդի գնանք անայդ Ուշ չի արմեն Ուշ է դե ժամը մթում Հա, աղբատ չենք հասնի իհարկե Բայց ես գնանք եք չկալով մտանք Այս ինչ ճանապարհ էր, սա ուր էր տանում Սա գրած է ստեղ բայց Երևի չկալով է տանում Չէ ուրիշ խոսքեր գրած Հա Չկալով չեր այ Դա Իդեպ Խաչա է վերևը դրած Ինչ խաչան է Խաչեր են ամենավերևը Ամենավերևը Բայց ճանապարհը Ես են տեղն այլ հուրացից ինչ քարեր են սորսա Ուղղակի հիացնում են Հա, ես դա Ես չկա ստեղ ընդեղ մեծ Չստեղ էլ պակասը չեն անա Դե լավ Բայց ստեղ ինձ շատ ճակած չեն ընդեղ ինձ ճակած էր հեսա ոնց որ Հետ գալուց լույս լնի կկանգնեմ կնկարեմ ստեղին Արդեն 5 անց է չէ Հա ջան Արդեն 5 անց է չենք հասցնում երևի 5-13 Հա, մթով իհարկե հաճելի չի Ես հիշում եմ մենք Ալավերդից որ գալիս էինք մթով ես դու Դավիթ Մարոն, Խճոն Հա, այդ այնքան են գնացել Սարերը նույն սարսափելի տեսք ունեին Ոնց որ վիշապներ էլի Այդ սումերկի ոնց է կիսամութ Շուտ վախենալի էր Հա, իդեպ Գագոյին հարցրեցի ասում եմ Հայտնի է Անուշը որտեղ է իրան գցել Դեբետ Ասեց այդ ճանապարհից այդ դեպի Ալավերդի տանով էլ հենց թեքվում եք դեպի Դսեղ այդտեղ ասում եմ մի հատ ժայռ կա ասում են այդ ժայռից է իրան գցել դե ասում եմ պարզա ոչ մեկը հաստատ չգիտի Ասկի Թումանյանն էլ չգիտի երևի Թումանյանն էլ հաստատ չգիտի բայց տենց է Բայց պաստորեն ստացվում է, որ հենց այդ ժայռից ներքև մի անգամ այդ գետն է Հա, դեպետն է Ընդեղ իջնենք նայենք Հա, ստեղ գրած է դեբետ, բայց սա գետի մասին չի կարծում եմ դեբետ գյուղ ես գնում Բա Ալավերդի ոնց են գնում Էլի սենց ասել ճանապարհը կիսվում է Չէ, մենք պետք է դուրս գանք Այս ինչ է գրած Քուաֆ Դժվար անուններ են մտածում ու անգլերեն է գրում Նկարել է Այդ մեծը հատուկասիկ Այնտեղ քարանձավ է Քարանձավներ են երկուսը Մի հատ հարմար տեղ ունի կանգնեմ մի հատ մոտոցնենք լավ նայենք հետաքրքիր երևույթ է այդ քարանձավը չէ Ոնց է առաջանում ոնց է Դե մոտավորապես պարզ է իհարկե ոնց է առաջանում Այ հենա նայում եք Աշտավ ույուտնևի մուտ կա չէ բայց ընդեղ հասնել է պետք
Էս չէ, էս ուղղակի քարա փոկվել։ Լեմյատես ծաղիկներին նայեք, ախր երիցուկներ չեն, չէ, սա ոնց է մարգարիտկաները լինեն, ինչ բարակ, թերթիկներ են, շատ սիրուն են, սենց ամբողջ ճանապարհով գալիս են, տես, Արմեն, տեսնում ես, այ մի հատ էլ էստեղ, հենց մեքենայի կողքը, Անայտը 2 րոպե մենակ մնաց, բայց լավն էին իսկապես գեղեցիկ էին շատ։ Մարգարիտկա ո՞նց է հայերեն, կարող է Շուշաննա։ Շուշանը Շուշաննա։ Շուշան это вот эти лилии водяные. Հա, ճիշտ է ասում։ Մի հատ այստեղ կանգնեմ, համ քարանձավը, համ գետի խշած եմ ասում, գնամ մի հատ նկարեմ։ Հիմա սա դեբեթն է, թե փամբակ։ Ուրեմն նայեք, այնտեղ արդեն այդ մայրուղին է, աստերեն Վանաձորից Ալավերդի, հա, ես դեպի մեզ գալիս է դեպի Դսեղ, ես էլ Գագոյի նկարագրած ժայռը կարծում եմ ահագին մեծ հավանականությամբ, որտեղից ըստ լեգենդի Անուշը նետվել է դեբետ։ Դեբետը նույնիսկ փրփրոտ է, թե չէ։ Երևում, հա։ Կտուր է, ես էլ մտածում եմ փրփուր է։ Բայց ձայնը գալիս է։ Ձայնը կա, հա, բայց ուղղակի այստեղ մոտենամ։ Հա, ես ինչ է, լացած երկաթների վրա է հանգել Անուշը։ Չէ, այնտեղ է դեբետը, անայդ, այն սարերի։ Չէ, երևում։ Ձայնը շատ այստեղից կարող է մի քիչ որ իջնենք իստման այստեղ կլնի, որտեղ լավ կերևա։ Այնտեղ շատ մեքենաներ են, երևի ապրի, այդտեղ ինչ-որ օբյեկտ է ապրի։ Կարող է։ Այստեղ էլ նայի ես բաներից է։ Քարանձավները, այո։ Համ քարանձավները, համ են բազալտի տենց սյուները, էլի։ Մի թեթև կան։ Կարելի սիմֆոնիա այնպես։ Սիմֆոնիկ։ Այլ ասում ես։ Լուսինեն ասեց, դեբեթը ոնց որ նենց հանգիստ գետ է, ասում է, բայց որ վարանում ամեկել, ասում է, այնքան քիչ է, որ դաժե կասկածում ես այդ գետ այստեղ ջուր գալիս է, թե անցնում է, թե չէ։ Հա, բայց Իսկ հետո ասում է մեկ էլ վարարում է մի անգամից։ Արի այստեղ կանգնենք, այս կամուրջից նայենք վերջապես։ Ու հետո էլ ասում է նորից այդպես ցամաքում է։ Անընդհատ ձայնը լսում ենք։ Լավ, շատ ռիսկ մի արա, փոսը անդեպ զգուշ։ Այդ ճանապարհից պետք է դուրս գանք։ Դե հա, բայց փոսը գնա։ Ես փամբակն հաստորեն ասեցին, ոչ մի դեբեթ։ Այս ժայռը հիմա ինչ-որ մի ձևի կասկածելի դառավ, ճիշտ է, Անուշը ինքը Դսեղից էր, բայց ընդեղ դեբեթ չկա, ինձ թվում էր ընդեղից դեբեթը գալիս է, մտնում է Բայց տեսա ընդդեցել է, ինչ-որ ամբակի նման մի բան գալիս։ Հա, դե վտակները անընդհատ գալիս են, էլի, հա, հա ճիշտ է, էլի մեկը գալիս է։ Հիմա ստեղ մի հատ զորագետից աղջիկ հանդիպեցինք, հիմա գնանք ճանապարհին կպատմենք աղջիկը մեզ ինչ ասեց։ Մի րոպե ստեղ կանգնենք, գալիս է այս կողմ, չէ՞ աչքիս։ Ինչ է գալիս։ Համբակը այս կողմ է գալի, չէ՞։ Այստեղ մի հատ կանգնենք, բարիքները բերի լցնի մեզ։ Էլ ենքոմ չենք գնա, վատ բաներ առանձնապես չունենք, որ ուղարկենք։ Ես լավ նայեմ լուսանել։ Հիմա նայեք, սենց մի հատ խնդիր ունենք։ Են կողմը Ալավերդին է, հայեր։ Մենք, քանի որ Երևանից ենք, են կողմից ենք եկել։ Հիմա մեր զորագերտցի գեղեցկուհին գնաց ափսոս։ Ասեց
այս ուղղությամբ գնում եք, երկու թունել անցնում եք, այնտեղ մի կամուրջ է լինում, այդ կամուրջի կողը կանգնում եք ու կտնակ Ձորագետը, մի կողմից Փամբակը, ու այդ միացման տեղից սկսվում է դեբետը։ Դրանից հետո արդեն կոչվում է դեբետ։ Վերջապես ոնց որ թե ինչ-որ մի բան հասկացանք։ Դե գնանք։ Թումանյանի արձանը կա։ Հա, այնտեղ ասում է մի հատ բան է, ռեստորան է, օբյեկտ է ինչ-որ։ Թումանյանի արձանն է, ընկուզենին է, որի տակ ինքը նստած Անուշը գրել է։ Դա տենում ես Անայդ։ Ինչքան պատմություններ կան։ Բայց այս ժայռն էլ է, չէ, ինչ վախենալի է։ Հա, ինչ անեմ, Գագոն ասեց տեղից է, դե Գագոն ձորը տանից է, դսեղից է, ասում անտեղ իրան նետել, աղջիկը ձորագետից է, ասում չէ, ընդեղ է, դե ինչ ասեմ, այսենց կլնի ստեղծագործությունը, որ անընդհատ վիճեն ամեն մեկը ուզենա իր կողերը լնի, գնացինք, Անայդ աշկիս այն ժայռն ալնելու գիտես, լավ գնանք լտենանք, Այս մի ժայռն էլ պանտաս ժայռը։ հա, այս են կողմից, Շատ հզորա, չէ։ հա, այստեղ ճանապարհին հաճախ սենց երկաթ գծեր են հանդիպում, սրանք են ցարական ժամանակից մնացած գծեր են, այ այնտեղ թունել կա երկաթուղային, այդտեղից դուրս է գալի, աստորեն, այ հեսա, ու գնում է, չգիտեմ ես մեկը հիմա կոնկրետ օգտագործող է, թե այդ հինն է, աղջիկը համնայն դեպս ասեց հինն է, հա, ես տրասան չր լանայց, Արմը պետք է գնանք հանդեղ է տրասան, հա, կապ, նորմալ ամեն ինչ, հիմա ստեղից մենք պետք է թեքվենք աջ, դեպի Ալավերդի, գնանք, դե ես խաչմիրը գնա, այդ միակ ժայռն էր այդտեղ, այդ Գագոյի վերսիան էր, հիմա գնանք, աղջիկը անունը չիմացար, Չէ, հիմա գնանք ընդեղ, Ձորագյուղի ձոր, Ցիցքար, շատ, ցիցքար է կոչվում այդ, որ մենք նկարեցինք, չգիտեմ ինչն է Ցիցքար, Ձորագյուղի ձորը, այդ Լուսինեի ասած տեղը չէ, չէ, նա արևածագի, արևածագի կար, իրանք ասում էին այն կողմը, ընդեղ մի քանի ձոր էր մեր մոտից երևում, էլի ես էլ չեմ մանրացա այդքան, հիմա մի թունել անցնելու ենք, հետո երկրորդ անայդ, ես հիմա աչից, Ձորագետը սկսվեց, գյուղը, աչից Փամբակն անընդհատ, գնանք մինչև հանդիպման կետը Ձորագետի հետ, ինչ էր գրած? Չտեսա անգլերեն էր ինչ, հայթեքս էր, չտեսա, Որ ասում է գլխին բան կար, չճանաչեցի, Իս ճանապարհն էր տես ինչ լավն է, Հա չէ, ոչ է, շատ, ես մեր ճամփորդության ամենազարմանալի մասն էր երև ես ճանապարհի սենց որակը, Այսը արդեն առաջի թունելն ենք մտնում, այո, թունել number 1, ասեց դանդաղ գնացեք, որտև պավարոտներ է այստեղ շատ, այդ կարծեմ երկրորդ թունելի մասը, էլ մի վախացրան է, այդ լավ, չէ, նա էլի պավարոտը, լավը կարճ էր այս թունելը, հա, այդ վտանգավոր պավարոտն էլ անցանք, դե թունելի մեջ պավարոտ մի քիչ արտասովոր է, երևի այդ նկատի ուներ, հիմա մի հատ էլ երկրորդը կլնի, աստորեն, ես ժայռերին նայում եմ,
ինչ ձևի կենթանի ուզես տեսնում եմ։ Մռութները էլի, մեկը արջի, մեկը եղնիկի, մեկը մի հատ մարդու։ Ինչ հետաքրիր է այստեղ սարը։ Շատ։ Շերտավոր տանում ես։ Այս շերտերը ասենք ելնում են վերտիկալ, ստե հորիզոնական են, չենք տեսա տենց չէ՞, ոնց որ։ Նույն այդ քո ասած քարերի սիմֆոնիաներ, բայց հորիզոնական։ Այս էլ երկրորդ տունելը այնա լուսարդեն երևում է։ Առաջինն էր ամեն վտանգավորը փաստորեն այդ բանի վրա։ Ավառոտի վրա։ Դե հարցնում է ինձ խամ եք, ասում եմ չէ, Անահիտ ասում է հա խամա։ Ես էլ արդեն տես ինչ ձև է, դիագոնալ է։ Հələ այն քարը։ Այո։ Հիմա մի րոպե։ Են ասելա կը դեբետ, այ դեբետը ձախ կողմից գալիս է, աստե որտե կանգնենք, արիստը միտեղ դա եղալ նայեմ, Անահիտ ջան։ Շատ են կոմի գնա, վախենալու է։ Սա էլ է ինչը մոստի նման մի բան է ձորի գլխի։ Ես հետ ինչ անեմ, որ դու չվախենաս։ River, դեբետ։ Ահա։ Մենք եկանք այն կողմից, փաստորեն։ Հիմա մի հատ հասկանանք։ Բամբակը սենց շարունակվում է։ Ընդեղ ասեց ձախից, չէ՞։ Ձախից էս աստեղ գրած է։ Get debet։ Հա, էլ այն կողմից դեբետն է գալի, Անահիտ։ Չէ, բա այն երկրորդ գետը ոնց է կոչվում։ Բա Հա, ճիշտ է։ Զորագետից գետ է գալի։ Զորագետ, միանմալ դեբետ, բամբակի դարմա դեբետ։ Բայց այդ գետը ձորագետ էր կոչվում, հա, երևի։ Արի այն կամուրջը ձորագետը կտենանք ինձ թվում է։ Էս է ձորագետը։ Դա։ Բայց սա ոնց որ են կոմ աղոսում, Անահիտ։ Իսկ բամբակը մեր մեջքի Հա, բամբակի թափից հետ է գնում։ Այնտեղ նայ, այնտեղ вообще ջուր չկա, կարելի է ոտքով անցնել։ Հա, այնտեղ համարը չորացած է։ Լավ, ձորագետին էլ ճանաչեցինք։ Հիմա գնանք բամբակին նայենք։ Ահա, բամբակը նայեք, այն կամուրջը մենք այդտեղ էինք մի քիչ առաջ։ Այնտեղից դուրս է գալի։ Բամբակը դուրս է գալի, հենց դիպչում է Զորագետին։ Շո, այնտեղ արդեն դեբետ է կոչվում։ Դրա համար էլ ցուցանակ էր դրած դեբետ։ Տեսել են ժայռը, հələ այ պրոֆիլը նայ, արյուծի, օրինակ, չէ՞։ Այն կողմը Սարոկյանը իմանար, ստեղ մի հատ օբյեկտ կգներ։ Պատրաստի արյուծ։ Մի արյուծի փաստորեն սպանել են։ Գնացրել են չի արթնացել։ Դա ճիշտ է, մի իշացել։ Հաչ երևույթ էր։ Լավ, հիմա ժայռերի մոտ կանգնած մի քիչ գլոբալ թեման։ Քարանձավ։ Իքը քարանձավներ։ Մի րոպե, մենք երկրորդ տունելը չեսնա անցանք, չէ, աղջիկը ասածով։ Ու ընդեղ ասեց մի քիչ գնանք օբյեկտ է, որտեղ ընկուզենին է, գոնե այդ ընկուզենին մի հատ հասկանանք կարգին։ Հիմա այս կողմը պետք է գնանք, թե այս կողմը, որտեղ ասենց մեքենա գնաց։ Սենց ես ինչ խլամ ճանապարհը, ուր գնանք անայդ։ Կարող է այդտեղ է օբյեկտ։ Կարող է այդ մեքենայի տերը քարանձավում ապրում։ Գնաց։ Սկսիր էլի։ Չէ, տրասայով է պետք գնալ։ Այ վերջապես ես հասկացա, որտեղ վերևը ցուցանակ կար գրած էր բամբակ, իսկ ստեղից արդեն դեբետ է։ Всё, սաղ պարզ է։ Ազիվ։ Պատկերացնում եմ հիմա մեր
ովքեր գիտեն ոնց են ծիծաղում հեծանիվ բան արեցի, հա, փաստորեն։ Բայց շետակիր արնայեք այս կողմից քիթը նենց հայկական քիթը։ Ահա, գնացինք։ Հիմա ուր են գնում, այդ արձանը գտնենք Թումանյանի։ Օբյեկտը գտնենք։ Մոստը տոկուսը։ Բայց անունը չէր հիշում օբյեկտի, չէ՞, ինչ որ ոնց որ դա։ Իրա ասեց թե եղբոր թե որ օբյեկտն ասեց Ռազմիկի մոտ։ Ռազմիկի մոտ։ Արմին, Հաճան։ այս ջուրը ինչ է դա քիրա։ Համը սենց մագնիտի նման ձգում ա։ Ահա։ Համը սարսափ առաջացում։ Ինքան նայեցի ջրի հոսքին, այնտեղ այն սկզբում։ Ասֆալտին նայում է, ինձ թվում էր ինքը հոսում ա։ Ասֆալտը։ Անայդ, արի ես մտնեմ նացստեղ։ Հələ մի հատ հարցնենք նախ ռազմիկի օբյեկտը որն է։ Արմեն, այստեղ շներ կան, զգուշ եղի։ Ինչ են Ոչ եղի, ինչ իմանանք։ Հենա վազում ա մեր հետևից։ Դա վազը։ Գետերից բրծար հիմա շները սկսեցի։ Կարմյաշ է, знаешь, մայց։ Առավել եւս։ Կուրտիլոս։ Էս են ժառնը նայեք, ես մի քիչ աչի վրա։ Ոչ մի պրոֆիլ արդեն չի երևում։ Այո, Այո։ առյուծինը չի երևում, բայց ինչ-որ մեծ, թե կոկորտելոսա, թե օծա, թե ինչա։ Այո, ճիշտ է, ներքևը չէ, մի տեսակ գողտրիկ։ Ուրեմն, ստեղ մեզ ինչ ասեցին։ Ասեցին ուրեմն սենց գնում եք, օբյեկտը աչի վրա կլինի, օյ, ես առաջի փոստն էր, որ հանդիպեցին գնել են այն կոմը երկրորդն։ Ստեղ էլ երկրորդ։ Հա, ես արդեն դեպի Ալավերդի է, մենք ես մասերը չենք անցը։ Դիմոցն էլ օբյեկտներ կան։ Աչի վրա, հա։ Չէ, ես բանն անայ, Թուֆինկյանն է։ Թուֆինկյանն է ես։ Հա, ապսոս շուտ բան անեի, ցույց կտայի։ Մենք ոնց որ թե այն կողմի ճանապարհով անցել ենք այդ Թուֆինկյանի մոտով։ Ահա, այս կամուրջը անցնում ես, հետո կլինի ռազմիկի օբյեկտը, ինքն էլ չգիտեր օբյեկտի անունը։ Հիմա կամուրջով ենք անցնում։ Չէ, ասես կամուրջը կանցնեք, օբյեկտը կլինի, աչի վրա, Էս այլ է։ աչալուրջը անայդ, Ոչ բան գրած չկա, բայց ես օբյեկտի տպավորություն Հա, իրակա։ հլա էս շենքը։ Ես ինչ է գրացել նայ, հետաքրքիր է, որ Ֆաբրիկա է սա եղել։ Հենա գրած էր ֆաբրիկա, բայց ռեստորանի անունը ոչ մեկը չի հիշում։ էսա։ Ընկուզենու տակ կոչվում։ Ռեստորանը Էսա արձանը։ ռազմիկի։ Բայց Թումանյանն, ես մտածում եմ Թումանյանն։ Անայդ համբերի կանգնենք, դանդաղ սաղ ուսումնասիրենք։ Իսկ քարուքանդ տեղը։ Այս նեղություն ենք տալի, հա։ Ոչինչ, ուրեմն 100-ամյակը սենց նշած է Զորագեսի տնօրինության կողմից։ Ես 100-ը սենց է, ոնց որ 200 լինի։ Հա, չէ։ 100-ը։ Ամյակին Զորագեսի տնօրինության կողմից։ Զորագետի տնօրինության, հա, սովետի վաղ տենց էր կոչվում։ Զորագեսի։ Զորագեսի։ Ախ, գեսի, հա, այդ ուրիշ Այն ժամանակ նույնն է եղել համայնքը։ Զորագես, ասենք գեսն ու համայնքը նույնն է եղել, էլի, նույն ձևի է կոչվել։ Հա, քանի որ մեծ մասը գեսի աշխատողներ էին, հա, բնակիչների։ Բան էր, էլի, այն ժամանակ շենքերն էլ էր գեսին պատկանում։ Հա, բարձր, հա։ Այսինքն կարելի է ասել այդ բնակավարը գեսի շնորհիվ է առաջացել, հա, ինչ որտեղ։ Ինչ հետաքրքիր նկարներ ա, տեսեք, այստեղ ձիավորա։ Հա, ճանապարհով Այո, մի հատ փորձեմ ցույց տամ անայդ։ Ինչը։ Այն զամակը։ բանը եկեղեցի։ Եկեղեցի չի, չէ, Բերդը։ Հա, սենց Այս ճանապարհը, ճանապարհը դեպի Բերդ։ բարձրանում ես,
Իրոք է դսեղում բերդ կա։ Չէ։ Սա ճանապարհին, ուղղակի երբ ճանապարհին Հա, դե այս մասը տեսանք, ստեղ գրած է այսպես է կանգնած եղել այն վիթխարի Ընկուզենին, ընկուզենին, որը անմահացրել է մեծ Հովանեսը։ այո, ընկուզենի հենց տեղն է այս Օհանես։ Օհանես։ Ստեղ գրած է Իհարկե Օհանես, բայց Օհանես են գրել։ Կարող է գյուղում տենց են ասել իրան, հա։ տարիներին հենց են դիմել։ Ստեղ էլ գրած է ապրեք երեխեք եւ բազմակետ։ Բայց մեզ պես չապրեք, հա։ Ստեղ էլ ասենց։ Այս ոնց որ նռան բաները լինեն, չէ՞։ Դրան Դրանալտը, հա։ Հա, կարող է։ Չէ, ծառը անե, թե սա բանը գները իջնում են, էսա։ Էս իջոյի մեջ լավ երևում է։ Բայց մեր կողմը չկա։ Ստեղ էլ է ցայտաղտյուր, Անուշին նկարի։ զարդերով, ստեղ անուշը ես վիճակում, հիմա բարձանանք վերև, սենց, Մեկը գնում է ինքնում, մեկը գալիս է այս պայդով, դեպս։ հա, ես արդեն կան լավ չի երևում, հա, ճանապարհը, Սա սենց, որդի ճանապարհա դեպի դսեր, հա։ այո, մի խոսքով սենց, հայր ջան, տղաները ցանկություն ունեն վերականգնելու, բայց տարակուսանքի մեջ են, Կոմունիստների տարիներին Ահա։ Թումանյան կայարան այս թունելներից են գնում։ Տուրբազա կար, հա, տուրբազա է, տուրիստները դե գալիս է հանգստանում էին ու իրանց գրաֆիկը գիտեք ոնց է, գալիս էին հանգստանում էին, Այո։ առավոտ ձեզ որ չուշ տան ոչինչ, Հա ոչինչ, հա, ահա, Ոքի մի քիչ կապտված, Չէ, վերևի մասը լավ է։ դե աշխատում եք գործ եք անում, հա, գալիս էին դսեղ, գնում էին Հովանես Թումանյանի տուն թանգարան, այդ կայանից, Թումանյան կայանից, ահա, Ընդեղից էլի ոդկով գալիս էին, այդ ոդի ճանապարհով իջնում էին։ ահա, այս որ ստեղ նկարած է, Հա, բայց իրականում այդ ոդի Հա, ճանապարհը, հա, էլի։ ահա, Ոդով իջնում էին, գալիս էին ըստե գետ ունենք, էլի, այդ թունելի բերանին, լավ լողանալու տեղեր են։ գետա Գետ։ ձորագետն է, Հա, ծորագետ։ Զորագետը, Ջուրը չի շարժվում։ Այդ մոստից նայել եք։ հա, հա, տեղից ենք եկել, Հա, հա, այնա, Հա։ գալիս էին այդե լողանում էին։ Ուտեից ոդկով։ Հա։ Ուտեից գնում էին Թումանյան կայարան, այնտեղ հանգստանում էին, աբեդ էին անում։ արշավ էր էլի, հա, երիտասարդները, Էլի նորից կային մարդիկ, որ էլի գալիս հանգստանում էին։ Գրաֆիկը տենց է։ հա, Ու ասենք այդտեղից արդեն կային Ստեփանավան էին տանում, այնտեղ էլի ինդեղի Տուրբազա, Տուրբազաներն Կարելի, էին, բայց հիմնականը միշտ ուղեկցողի հետ ընդեից ոդկով իջնում էին այդ ոդի ճանապարհով։ հա, Իրանց երևի շատ հետաքրքիր էր։ Ասեմ Իհարկե հետաքրքիր է։ դե հետաքրքրից բացի, այսինքն հենց հետաքրքրության մեջ, սոսկալի գեղեցիկ տեղեր են, աննկարագրելի գեղեցիկ, ես հա նկարում եմ, զգում եմ, որ չեմ կարում այդ գեղեցկությունը Մենք կարգին, որ անընդհատ տեսնում ենք, մեզ համար դա սովորական է։ հա, հետ է էլի, մի կողմից լավ է, որ մարդը ամեն ինչին սովորում է, բայց Այդ Դա մատուրն է, հա վերանորոգ։ Քարը, հա, հուշ բան է։ Քարը այդ ընկուզենում բեմարած է եղել այն տարիներին։ որ քարը, Ընկուզենին որ եկա, այդ ներսի բան է։ Ներսի քարը էլի։ մի րոպե, մոտենանք, ես չհասկացա, ես ինչ ա գրած, 1700-ամյակին պապաս էս վերականգնել է էլի։ ձեր պապան, Հա, Հա։ բանը վերել են, տեղադրել են իրանք, քարը գցած է եղել էլի ոնց որ թե ինքը վերել է տեղ։ մի րոպե, հիմա ստեղ քարն է, այդ Հա, քարը, հա, այդ բանն է։ Գալիս են ով են բառը։ Հանդիպեցին ձեր քուրն։ Հա, հա։ Ես կարող եմ։ Կամո ջան, ո՞րն է քարը, այս դեմ դիմաց, հա, Հեսա։ հա, 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 Մոմի տեղեր կա, գալիս են վառում են իրանց համար Հա։ իրանց։ քարի վրա խաչ հա, մութ հա, չեմ տենում, Քարի վրա երևի թե դեսա բանը խաչ քարը էլի։ հա, խաչ քարը,
Սա որտեղ է հենց ընկուզենու կողքն է եղել։ Չէ, սա ընկուզենուն հենց դեմարած է եղել։ Դեմարած։ Հա, դեմարած։ Խզոր ընկուզենի է եղել աստորեն։ Լավ, ընկուզենի է եղել, հա։ Էս ձեր հայրն է սարքել, Հա, որ քարը պահպանվի որոշ չափով։ հա։ Պաշտպանվի մեկ Էս բանի օրը չընկնի։ Արմենիան անի համար։ Հա, մարդիկ են էլի։ Արմյատը գնանք գետի մոտ հենց, Հա, ու պատկերացնենք սա։ դա կամոյից գործը դժվար է, սա վերականգնել է իհարկե։ Ես ասեցի ինչ-որ պետական բաներով չի լինում, ասմա չէ, ասում են ենքան դարդեր ունենք, հիմա դրա վաղթը չի։ Դե գնանք են գետի ափը Անահիտը առաջարկում, հա։ Ժողովուրդ, ես խաղող, հա։ Խաղողի վրա ծաղիկներ են։ Ես անկեղծ ասեմ, կյանքումս առաջ անգամ տենում։ Կաման ասում է ոնց, բա խաղողի վրա ծաղիկ է ալնում։ Բայց ուրա կոնկրետ ծաղիկը չեմ տենում։ Սպիտակ տերևներ տենում եմ։ Մի րոպե կամոյին բերեմ, թող ծաղիկ ցույց տա։ Սպիտակ տերևներ են, ուրա ծաղիկ։ Ես է զարմացա, ոնց կարող է խաղողի վրա ծաղիկ ուներ, ես տեսած չեմ էի։ Կամոնց ջղայնացավ ու կոնկրետ մի հատ ծաղիկ ցույց տվեց ինձ։ Ծաղիկները։ Կամո ջան, էս սպիտակ տերև է։ Չէ, ծաղիկ, այդ արդեն ինքը բան է եղնում, էլի։ Հա, արդեն ծաղկել է, հա։ Հա։ Հա չկան հենց որ այս ծաղիկի տեսք ունենա։ Այն կողմից կար, գիտես։ Անահիտն էլ է հետս վիճում, ասում է ծաղիկ է, բայց ես ծաղիկ չեմ տենում։ Դե չեմ տենում, ինչ չեք ուզում։ Ուսիկներով ինքը բազմանում է, էլի, այսինքն ուսիկներով։ Այդ ծաղ գիտենք, բայց ծաղիկը։ Արի գնանք ես քեզ ցույց տամ։ Գնանք։ Ահա, այստեղ մի թեթև համոզվեցի։ Հեսա, ես էլ կտա կոկոնա ծաղիկի։ Հա, հա։ Նույնիսկ կոկո։ Դե հեսա։ Մի րոպե հիմա Տերևիա։ կոկոն ենք ցույց տալի։ Դե հետո թփերից էլ էլի, տոլմի համար որ թփերը Հա։ բանեն անում։ Դե հետ հագետենք, հա։ էլի ասենք։ Հա, այդ որ։ Թարմատես։ Չէ, ուղղակի մեր բակում կար էլի խաղող։ Ոքր վախտանից միշտ տեսել եմ։ Լավ, աշկաթող եմ արել։ Դե գնացին Կամոջ ջան, ձեր գործերին հաջողություն։ Սուրճ հյուրասիրենք միասին։ Չէ, հենց նոր եմ խմել։ Մենք այդ վերևներն ենք հյուգա։ Անդե հյուգա մի հատ բան կա, գագոնա չեմ ան, կարող է գիտեք։ Հա, կարող է, իմանամ էլ, հա, իրան։ Հա, Այնտեղ ենք մնում, էլի, հեսա կմտնի, գնանք որ։ ուզում եք մինչև մտնելը։ Գնանք ճամփի։ Որ աշխատելուս էլ ուրիշ բան եք հյուրասիրենք, բայց Դե ոչինչ, կիմանանք հետո Այս ձեր հետագայում։ պատմածը լուբոյ հյուրասիրանք արժեր, շատ շնորհակալություն ձեզ։ չէ, մեզ համար էլ է հաճելի, որ հետաքրքրվող կա այսօրվա դրությամբ, ասենք։ Հիմա երիտասարդները Հովհաննես Թումանյանից երբ հասկացողություն չկա գոյություն։ Տենց հա։ Ոչ չարենց գիտեն Հովհաննես Թումանյանը։ Դե լավ է։ Հա, դե ո՞վ Ես որ չղայնացա անջատում եմ։ Ավելի են մոռացության։ Բայց Այսպես դեպետ Կամոն ասեց, այս հլը վարարած միջակը չի։ Գարնանն է վարարում։ Հա, ձնհարցները։ Չէ, ինձ թվում է ստեղից է եղել, եթե ընկուզեն ինձ տեղ է, նստած գրել է։ Հա, էլի։ Այն կողմը դպտերի հարացրել է։ Այս կողմն էլ արդեն այդ ծաթեր կա բան կա, էլի ոնց որ այդ գյուղերն են։ Հիմա այս սրա վերևը դսեղն է։ Սրա վերևը դստեղն է։ Անդեից է ճամփեն։ Այնտեղ տեսնում եք, բաներ կա, տներ կա, բաներ կա։ Կարողանում եք տեսնել, Չէ։ հա։ Հա, այնտեղ որ ուշադիր նայեք։ Է հյուրատներ էլ են այդ դրանք։ Այդ այնա դսեղն է։ Ինչ ասում։ Հա։ Կամ որ մի հատ կամերա վերևը մա գցել եմ մեջը։ Բայց Ձախ, հաչ, ինչ անեմ։ այդ այնա չէ, ոնց որ մի քիչ այս կողմի վրա հա դերեք։ Չէ, ես են սուրն է։ Էս էնա, ճիշտ է։
այս սուրը որ Ես կողմի վրա բերեք։ Ես կողմ բերեցի։ Բերեք։ Երևի այս տողը ինչ է, այն բանը, ինի ծառի մոտից տող, հա հեսա, այս ծառի մոտից տող դենա, հա, եթե մի քիչ մեծացնեք արդեն բաները, այդ կրիշները հրին են ծառից մի քիչ էլ ես կոնում, այս կրիշը, հա, տեսա, հենց ուղեղն աշտեղն եմ կծել կրիշը։ Քարանձավներ եմ չէ, մենք հենց քարանձավներ չունենք էլ։ Մի քիչ են կողմը, ասենք, հա, հենց գծի կողմը, գծի են կողմը, այդ կա գիծը հենց գալիս է ու ջրի վրով անցնեմ, բանի կողմը, ջրի են կողմը, այդտեղ արդեն մարդիկ կան։ Կամո ջան, մի րոպե, ես ուրեմն սխալ էի, հա, ես կարծում եմ ես երկաթ գծերը են ցարի վաղտվա սարկած գծերն են։ Հա, դրանք են։ Բայց հիմա աշխատում են, չէ՞։ Նո ասենք այդ տուրբազայի ժամանակ հաստատ աշխատում են։ Այդ նույն գծերը։ Հիմա աշխատում է, հա։ Ընդհանուր Ռուսաստանից բան, որ ասենք բենզին բան բերում են, չէ՞։ Հա։ Իսկ հիմա ինքը խորն է այստեղ։ Չէ, այդքան էլ։ Դուք խորը ինչքանի նկատի ունեք։ Դե մի մետրից ավել ասենք։ Սա բարակ է, սա ասի ես ինչ ջուրա, որ մարդել չէ։ Մի հատ էլ հարստամ ու գնանք։ Ձկի գործը ոնց է ստեղ կա մեջը։ Հա, նորմալ։ Բռնում են։ Հա, զորոորդը կան, զբաղողներ կան։ Հա, ինչ ձուկ է։ Մուրցի այևն եմ։ Մուրցի։ Մուրցին ձեր բեղլոնա։ Բեղլոն լավ ձուկ է, դրան դժվար էլ է բռնելը, չէ։ Կարմրախ հետն ավելի շատ դժվար։ Հա, բայց նա քիչ այևն եմ։ Կողակ այևն եմ։ հա։ Կողակը փշոտ է։ Կողակը փշոտ է, հա։ Համնան դեպս նենց չի, ինչքան հասկացա, որ դուք գլուխ դնեք ձուկ բռնելու հետ։ Ես սիրահարել չեմ։ Սիրահարել չեք։ Եղավ Կամո ջան, ձեզ լավ օր, ձեր գործերին էլ հաջողություն, տա Աստված մեկին էլ համոզեք օգնի ես, կառուցվի, վերանորոգվի։ Ես էլ պարզվեց մեզ հարևանությամբ, ես կարի ֆաբրիկա էր ասմա, ժամանակին ահագին լավ աշխատող։ Են էլ արդեն Թուֆիկյանն է, որում դե կողքով կանցնենք հեսա։ Այս Թուֆիկյանը անցանք, այսինքն անցնում ենք էլի, Թուֆիկյանը գնանք երկու թունել անցնենք, գնանք մեր տուն։ 7 դարավոր մնորդին։ Հա, հեսա մի քիչ հետո կմթնի, ստեղի է 30 դրած հետո եկել է։ Եսը։ Որ թունելն է մոտիկ թե ինչ է։ Չգիտեմ։ Չգիտենք։ Բայց ահագին մեծ ջրառատ է, չէ՞ ստեղ, դեպեթը։ Հա, բայց ասում ես ինչ է որ։ Այ գարնանն ասում է շոտ, որցան։ Ես ինչ ասում եմ, որ ստեղ խեղդվեն, բայց ես վերջերս երկու երեխա խեղդվեցին։ Այս խոսերը, որ հանդիպեցինք երկար, երևի ես վերջերս, որ դուրս էր եկե գետը, հունից, երևի դրա հետևանքն է։ Այդ անցքեր, որ Այդքան դուրս էր եկե, որ դուրս էր եկե ճանապարհ։ Մտի որ։ Ուսում։ Պաստորեն, միացրու պատում են, պաստորեն էստեղը, ասում է, այն ժամանակները սովետի, տուրբազա, որ գալիս էին հանգստանալու, բերում էին այդ դսեղից մինչև էստեղ ոտքով ճանապարհով։ Անա, դա դուրս նկարեցի, հա? Այ էստեղն էր, որ լողանում էին, որ ես ասացի ջուրը չի շաշում։ Հա, ջուրը քիչ է, հա։ Ճիշտ ես։ Ես էլ մի անգամից այդ պատկերացրեցի իր պատմելուց։ Մնաց եմ աղջիկը ասաց վտանգավոր թունելը։ Ահա, եկանք հասանք։ Ես էլ զոն նայողն է։ Ստեղ շունկը, ասում է, հենց կապածալուն գալիս է, հենց արցակացա փախնում է կատուն։ Հյուգա, մի հատ նկարեմ,
Անունը ելնի մոտս։ Ես մեր երեկվա շարունակությունն է։ Սաղից լցրեց Անահիտը, դե երեք արդեն ցույց եմ տվել, գիտեք ինչեր էր։ Այսօր ուղղակի բալի օղուտեղը վայրի տանց։ Պանտա։ Այսօր հարևանները մի քիչ շատ են։ Անահիտը ինչ գրք տարել կարդալու Անահիտ։ Ագին էլ կարդացի, Наркиса. Մարկեսն է։ Полковнику никто не звонит. Կահասնես մինչև գնալը։ Դժվար։ Դժվար։ Ահա։ Ու թանցարդ Անահիտ։ Տանցկես։ Թանցկես, գիտես ինչ եմ հիշում։ Այն պիոներական ճամբարում էի, երբ որ պիոներ էի։ Օրվա վերջում այս ժամին ասում էինք գիշերն է իջնում։ Ահա, շունը այնտեղ հանքավանում հանգիստ դուննջիր ճամբար հայրենիքին մեր սիրասուն բարի գիշեր ենք մաղթում։ Հա, հյուրեր են եկել։ Ահա։ Instagram-յան էջը ինքնանկարներ նկարում։ Հա, Եկեք, համեցեք։ համեցեք։ Մենակ դուք չեք նկարում, ձեզ էլ են նկարում։ Նկարվում եք, հա, զգուշ է, ողջույն։ Մեր գեղեցկուհի աղջիկներն են։ Այո, մենք միշտ ուրախ ենք։ Արմեն, Անահիտ, Դսեղի էջն է վարում, մեր գարուշիկը ներկայացնում է հանրությանը Դսեղ գյուղը։ Ու ինչքան իր բոլոր առավելություններով, բոլոր թերություններով, իհարկե Դսեղը թերություն չունի, միայն առավելություններով ու շատ սիրուն ներկայացնում է։ Եվ ո՞նց է կոչվում, մտնենք մենք էլ նայենք, որ երբ որ կարոտենք։ Դուք որտեղից եք։ Մենք Երևան Everyday ենք վարում YouTube-ում։ Հա։ Հա։ Բայց Հայաստանում եք ապրում։ Այո։ Աջան։ Այսինքն mēs հետո կգտնենք ձեր վլոգում։ Այո, այսօրվա ամսաթվով։ Ամեն օր այդ վլոգը դուք։ Ամեն օր ուղղակի ստեղ չեմ գցել, որ գնամ 3 օր կգցեմ մի անգամից։ Այո։ Ահա։ Տարի վարում։ Ահա, գեղեցկացավ մի հատ մոտիկից ցույց տանք, արդեն ուրիշ տեսքով։ Հոդոլի։ Ես էր աղջիկն է։ Չէ, քույրս։ Քույրիկն է։ Ես մեծ եմ երևում։ Չէ, բոլորով։ Ձեր աղջիկն է շատ փոքր երևում։ Քույրիկները, Աղջիկս չի։ Մի 2 տարեկան է, չէ՞ ոնց որ։ եկեք, Մենք էս կետևենք։ Այո, մենք հեսա հրաժեշտ տանք, մենք էլ մեզ էլ է հաճելի։ Մանա, մի րոպե, բայց Instagram-ում ո՞նց ես մանգալ։ Դսեղ Explorers։ Ես ասա դսեղ Դսեղ Explorers։ Explorer։ Ոնց է դսեղ բացահայտողներ։ Եկեք դուք մի հատ բացեք այդտեղ։ Ես վիդեոն նկարեմ, այ մարդ, ես մինչև մի խոսք եմ սովորում։ Իսկ նույնիսկ թվաց որ դուք կարող ես շուրքահայ։ Հա, հանդիպել ենք, որ Ես ակտիվ չի տեսել։ Մեկ առաջի բլոգերներից ենք միջալոց, ես վերջի Աշխարհի։ Դա իմ էջն է, Ահա, խնդրեմ։ մի րոպե մոտենամ։ Ես ֆոկուս չի բռնում։ Խիվոր։ Ես մի անգամ կարծեմ եղավ։ նայել եմ։ Հա։ Հա, Հա, ես յուգայի հետ նկարներ ունեմ կոլաբ։ հա, հիմա մենք ավելի հաճախ կնայենք։ Իմիջիալոս տենց է, մերոնցից ով որ գալիս է Երևան, ասենք Ամերիկայից, հետ են գնում, սկսում են ավելի ակտիվ նայել։ Ավելի են կարոտում։ Հետո որ գաք դսեղ, եկեք յուգայում մնացեք, ես էլ դες Արդեն ինձ էլ կարող եք նկարել թույլ։ Յա, Ինչու՞ ես չեք թողել։ տեսակ։ Ահա, Լուսինեին ֆոկուսի մեջ գցեցինք։ Տիկին Լուսինեի համովությունները կերեք։ Գերեք, Մենք կերանք։ որտե՞ղ։ Ձեր հյուրերը, ձեր հետևորդները թող գա։ Մենք երկրորդ օրն ենք ստեղ։ Հա, իհարկե։ Գագիկի ամուսինը, բայց Գագիկին չեմ Ոնց ցույց տվել։ Գագիկի ամուսինը, Գագիկի կինը։ Բա որ ասում եմ, Լուսինը այնտեղ չկա գրածը ցույց տուր։ Բա ինչ եմ արել, այ մարդ տանձի արաղով հարբեցրեց։ Ձեզ հարբացրել են այսօր։ Տենց Շատ դսերը պիս։ գալիս, քաշովի արաղ են տալիս։ Գագոնը։ Հա, քաշովի խմացնում է։ պինդ արաղներ են տալի։ Նկարեք, ժպտում է։ Գագիկին նկարեք։ Ահա, նեն էլ Գագիկը հերվում։
Ստեսություն ձեզ գագիկ։ Ես արդեն օրից հետո նա։ Բա չէ առաջ, արդեն լրիվ։ Երեխեք գնացեք մի խանգարեք, հրաժեշտ ենք տալի։ Սուրճից առաջա։ Ասենց հայր ջան, լավ մնաք, դե հայրենիքին ասեցի չէ, մաղթանքները։ Լավ մնացեք, ստեսություն ձեզ։ Մինչ նոր հանդիպումներ, շուտով կհանդիպենք։ Այո, չէ, մի րոպե, այսօր առավոտը մի հատ այն ֆանտաստիկ նախաճաշը կուտենք, նոր կգնանք, չէ։ Լավ։ Բայց այսօր չի դա վաղը։ Այս իրոք շատ եմ խմել։ Լրիվ խմած է սարմը։ Իմ տղամ արցախարնել ես այսօր, երեք վաղը։ Լավ, կատակին կանոմանայի դուլ։ Դե վերջ հայր ջան։ Եթե կատակները մի թեթև ձեր առողջությանը կօգնեն, Օգնեցին, որ միշտ առողջ լինեք, ես շատ առողջություն, հա, խաղաղություն։ Այստեղ որ մնում ես, նոր զգում ես այդ ինչ է այդ խաղաղությունը։ այո։ Շատ լավ։ Լրիվ, էլի ես ինձ բաժեստվին, Այո։ միր ոնց են ասում, Աշխարհ, բաժեստվին, ոնց են ասում, Աստվածային։ աստվածային, այո, Դա ասում ես խմած եմ, անե, դա Ամենա- խոսքեր եմ հիշում։ ամենա վայ բան։ Իմաստով, բոլոր իմաստներով այստեղ խաղաղություն է, այո։ Նոր ես կարողացա խելքի գամ շոկից խմած վիճակից հետո։ Այդ բանը ծիծաղալը, որ ասում են վրաս, եթե ծիծաղակ առողջ կլնեք, ասում է, դες բան կա է, ասում է, դե ռուսերեն ասում, մի անգամ է Ժուանեցկին ասես, չնայած այդ հին անեկդոտը։ Ничего, что над вами смеются. Хуже, когда над вами плачут. Այսինքն ոչինչ, որ ձեր վրա ծիծաղում են, շատ ավելի վատ է, երբ որ ձեր վրա լացում են։ ձեր գլխին լացում։ Դե լավ, գնացինք։